Ուրեմն մենք արդեն տեղյակ ենք անցման մատրիցներից, նրանց կիրառությունից և հիմնական բազային հատկություններից։ Մեզ պակասում է միայն մի բան, անցման մատրիցը հաշվելու եղանակ։ Մենք իրականում երկու վարժության մեջ հաշվել ենք, որը հանգում էր ինչին։ Եթե J1J-N բազիսներ կան և J1J-N բազիսներ կան, այս J1-ը հեշտով արտահայտում էինք J1J-N բազիսներով, հետո հեշտով J2-ը և յուրաքանչյուր այդպիսի արտահայտության համար գոյանում էր մի հատ գծային հավասարումների համակարգ, արդյունքում մի հատիկ անցման մատրիցը հաշվելու համար մենք n հատ, n-ը n-ի վրա մեծ հավասարումների համակարգ էինք լուծում, ինչը իհարկե երկար պատմություն է։ Պարզվում է, որ կա անցման մատրիցը հաշվելու հետևյալ զարմանալիորեն կարճ գեղեցիկ եղանակ, որը ասում է հետևյալը. ենթադրենք մեզ տրված են վետարածության երկու բազիսներ, որոնց կոորդինատները մեզ նույնպես հայտնի են, ինչ-որ մի հատ բազիսում։ Այդ դեպքում վերցրեք, ահա սրանք են այդ կոորդինատները, սրանք J1J-N-ի կոորդինատներն են, սրանք էլ J1J-N-ի կոորդինատներն են։ Ասում է վերցրեք, ահա այս տողերը, որ դուք գրել եք, այս առաջի J1-ի կոորդինատները շարեք առաջի սյունով և այլ n-րդ քայլում J-ի կոորդինատները շարեք որպես n-րդ սյուն, հաջորդ քայլին ահա J1-ի կոորդինատները շարեք որպես n+1-րդ սյուն և երկու n-րդ քայլում J-ի կոորդինատները շարեք ահա այսպես, ստացվեց n-ը 2n-ի վրա մի հատ բլոկ մատրից, չէ, հետո այդ բլոկ մատրիցը բերեք իր բերված աստիճանային տեսքին, ձախ կողմում անպայման միավոր մատրիցը կստացվի, իսկ աջ կողմում գրված կլինի պարզապես PJ անցման մատրիցը։ Այսինքն գեղեցիկ կարճ բանաձևով դա այսպես կարելի է գրել։ Մեկ J գծիկ J-ն, սա ինչ արտահայտում։ J-ն դա J վեկտորի կոորդինատներ են գրած սյուն, այս գծիկ արտահայտումը, որ մենք բլոկ մատրից ենք գրում, J-ն արտահայտումը այն, որ ստեղ գալիս են J-ի կոորդինատները, սա այսքան եղավ մեր բլոկ մատրիցը, բերվեց I գծիկ PJ տեսքի։ Տեսնեք ինչքան կարճ կոնկրետ ձև, փոխանակ n հատ n անգամ n համակարգեր լուծեինք, մի հատ n անգամ 2n մատրիցը բերվում է ռև տեսքի։ Զարմանալիորեն կարճ եւ արդյունավետ ձև է եւ սա հենվում է մի ապացույցի վրա, որը իսկապես ինչպես բոլոր սրամիտ ալգորիթմերի ապացույցերը շատ գեղեցիկ ապացույց է, այս ապացույցը իրականում արվեստի գործ է, խորհուրդ եմ տալիս այս ապացույցը լավ սովորել ու տեսնել ինչի է այդպես ամեն ինչը լավ դասավորված, ամեն ինչը լավ ստացվում, որ բոլոր փաստարկները գալիս մեկը մյուսին լավ լրացնում են եւ արդյունքում շատ կարճ բարձ տեսք ունեցող ալգորիթմ է ստացվում։ Նայեք, տեսնենք, ենթադրենք H-ը դա այն բազիսն է, կարևոր շինչ բազիսը, մենք ստանդարտ բազիս է, որով մեր J և J բազիսների համար իրանց կոորդինատներն էին գրել, այս կոորդինատները գրված են ինչ-որ ենթադրենք H բազիսում։ Հիմա նայենք, մեր անցած թեորեմների համաձայն, հիշում ենք, չէ, որ PJ-ն հավասարը PJ-H անգամ PH-J, այս այն բանաձևն է, ստեղ ու ստեղ նույն H-ը պետք է կանգնած լինի։ Մյուս կողմից կրկին այս մյուս թեորեմով, որը ստեղից բխում, PJ-H-ը
Համաձայն եք, որ հավասար է pH-ի -1 աստիճան։ Հիմա այս բանաձևը արդեն իսկ լավ է, որովհետև ինչ մասնակցումը այս բանաձևի մեջ մեզ լրիվ հայտնի է։ Օրինակ, ստեղ մասնակցում է pH-րեն։ pH-րեն դա ով է։ H-ից J անցման մատրիցը։ Հələ տեսնեմ դուք ինձ ասեք, այստեղ pH-րեն մատրիցը pH-րեն դուք տեսնում եք այս կողմերում գրված։ Կա J-ի վեկտորներ արտահայտել H-ով, այսինքն ստացան այս վեկտորները։ Եվ իրանց գրել սյուների տեսքով, այսինքն pH-րեն այս կողմերում այս տերիտորիայում չի մասնակցում, ինչ որտեղ։ Բլոկ մատրիցի աճ մասը։ Բլոկ մատրիցի աճ մասն է, հենց սա մաքուր մեր pH-րենն է։ Իսկ pH-ի մասին ինչ կասեք։ Դա էլ ցախ բլոկ մատրիցն է։ Այս էլ ցախ մասն է։ Ուրեմն սա ասում է այդ ցախ մասը հաշվեք, -1 աստիճան արեք, հետո մի հատ էլ բազմապատկեք, կստանաք ձեր ուզածը։ Այսինքն շատ որ ուզեինք, սա արդեն իսկ ինչ որ այստեղ գրված է, սա արդեն իսկ հակադարձ մատրից հաշվելու ալգորիթմ է։ Մենակ թե մենք մի քիչ ավելի ենք կարճացնում դա։ Ոնց ենք կարճացնում։ Տեսեք, մեր այդ մեթոդը, որ մենք առաջարկում ենք, ուղղակի այս ասված երկու քայլերը, որ երկու քայլերը, սրա հակադարձի հաշվումը եւ սրա բազմապատկումը միանվագ անում։ Տեսեք ոնց։ Նայեք, pH-ին, քանի որ անցման մատրիցը ինքը հակադարձելի է։ Եթե հակադարձելի է իր RRF-ը ինչ է, միավոր մատրիցն է։ Միաժամ մյուս կողմից մենք հիշում ենք, դες, չեմ բանաձև ունեինք, որ ոնց որ թե, ահա այստեղ է այդ բանաձևը, ահա այս բանաձևը։ Եթե մատրիցը տրված է, իր վրա վերված աստիճանաձև տեսքը 9-ը նշանակում է ան, եթե բազմապատկվում է I1, I2 ինչ որ տարրական մատրիցներով, ստացվում է IN։ Ընդ որում այս I1, I2-ն դրանք որ տարրական մատրիցներն են։ Այն տարրական մատրիցներն են, որոնք համապատասխանում են այն տարրական ձևափոխություններով, որոնցով ան եկել է իր RRF-ին։ Այսքանը հիշում եք այս մեր մատրիցային հաշիվ թեմայից։ Հիմա նայեք։ pH-ին մի հատ հակադարձելի մատրիցա, իր RRF-ը միավորն է, կան ինչ-որ տարրական ձևափոխություններ, որ դրանց համապատասխան տարրական մատրիցները եթե ձախից բազմապատկեն, կստացվի IN։ Դե նաև հիշում եք, որ ստեղից էլ որ pH-ին մինուս նշանով տանում էինք աճ մաս, ստացվում էր, որ pH-ին -1 աստիճանով հավասար է PT P1-ին։ Ինչի է մեզ պետք է այս pH-ի -1 աստիճանը, որովհետև մեր գրառման մեջ, որի վրա մենք կանգ էինք առում այստեղ, այստեղ pH-ի -1 աստիճանն է։ Այսինքն այս բանաձևի մեջ վերցնեմ ԵՏ-ից E1-ը գրեմ այս կետում, բազմապատկեմ աճից pH-ի հետ, կստանամ այն PJ անցման մատրիցը, որը մենք որոնում ենք։ pH-ի -1 pH-ն, որը մեր PJ-ն էր, դա հենց այս արտադրյալն է։ Այստեղ բարդ բան չկար, ուղղակի մենք այդ մեր հայտնի բանաձևը վերցրեցինք, տեղադրեցինք այստեղ։ Մյուս կողմից, հələ մի հատ հասկանանք, ինչ է նշանակում PH-J մատրիցը ձախից բազմապատկել E1 եթե տարրական մատրիցներով։ Տարրական մատրիցով բազմապատկել, դա նշանակում է կատարել հերթով այդ T-հատ տարրական ձևափոխությունները։ Ոչ տարրական ձևափոխությունները, հələ դուք ինչ հիշացեք, այս E1-ից E-ին համապատասխանող տարրական ձևափոխությունները ովքեր էին։ Տողերի տեղափոխություն։
Չէ, ինչ հիշացեք, ոչ թե ինչ է նշանակում տարական ձևափոխություն, այլ սրանք այն տարական, այս եմեկից ետեն որտեղից ի հայտ եկան։ Նրանք այն տարական ձևափոխությունները, որոնցով ինչ էր կատարվում, այստեղ նայեք։ Որոնցով հաշի են դարձրել ենք միավոր մատրից, այսինքն բերել ենք իրար ռեֆին։ Ապրեք, սրանք հենց նրանք են, որոնցով հաշի են դարձրել էինք 1։ Այսինքն կարանք են նույն տարական ձևափոխությունները, որոնցով մենք հաշի են բերել էինք ի, նորից բռնենք հերթով անենք PH-ի վրա կստացվի այս վերջնական արդյունքը, բայց ինչի դենց ամեն անգամ մտքով պահենք, եթե կարելի է սենց անել, նայեք, վերցնենք այս մեր մատրիցը գրենք, ձախ աչում գրենք մեր PH-ն, ձախում գրենք PH, աչում գրենք PH-ն, ձախում PH-ն, հիմա այս սրա հետ անենք այն տարական ձևափոխությունները, որոնք այս ձախ կողմը բերում են միավոր մատրիցին, անպայման միավոր մատրիցին կբերեն, չէ, քանի որ սրանք բազիսային վեկտորներ են, այստեղ համը միավոր մատրիցի կգա, այլապես սրանք կախված կլինեն, կծորեն, դե այդպես հենց որ սա եկավ հասավ միավոր մատրիցին, աչ մասն էլ եկավ հասավ ինչին, աչ մասն էլ եկավ հասավ ահա այս արտադրյալին, որը նույն ինքը այս արտադրյալն էր, որն էլ ըստ են մեր վերևը գրացի PY-ը։ Ընտրեմ հարցեր այս ապացույց։ Դե եկեք կիրառենք օրինակների վրա։ Ենթադրենք մեր երկչափանի տարածություն վերցնենք։ Առաջինը թող լինի բազիսը, ստանդարտ բազիսը, երկրորդը սա։ Սա այն մեր վերը կիրառված օրինակն է, կրկին նորից անդրադառնանք։ Դե ինչ կլինի, ձախ մասում գրում ենք 1001, աչ մասում գրում ենք այսա։ Ու եւ ինչ, ստեղից հաջորդ քայլը ինչ ալնում։ Արդեն ստացել ենք, չէ՞։ Այո, էլ չարչարվելու կարիք չկա։ Ստացվում է այս ալգորիթմը պարզապես մեկ քայլից է բաղկացած, սա ասում է միանգամից, իրեք այս սա ձեր մեր անցան մատրիցն է։ Այստեղ այսպես void դեպքեր են լինում։ Հաջորդ հետաքրքիր դեպքն է, որ հələ կառուցենք PJ-ն։ PJ-ն էլ որ կառուցում ենք, տեսեք, J վեկտորը, J բազիսի վեկտորները գրվում են ձախ մասում, աչ J-ը գրվում են աչ մասում, բայց քանի որ մեր J-ն ստանդարտ բազիս է, ապա աչ մասում գրված մասը դառնում է որ մատրիցը։ Միավոր։ Այսինքն, այս մեր մեթոդը կիրառելը դառնում է մենք փաստորեն դե ֆակտո ինչն ենք գտել այստեղ աչ մասում։ Մենք մատրիցը գրում ենք, այստեղ միավորը գրում ենք ու բերում ենք սենց։ Այստեղ մենք փաստորեն ինչն ենք գրել։ Հակադարձը։ PJ-ի հակադարձն ենք գտել։ Որտե երի են նախորդ թեորեմին վերադարձանք։ Ստացվում է, որ այս թեորեմը այս դեպքում պարզապես հանգում է Գաուս-Ժորդանի մեթոդով հակադարձ մատրիցի հաշվմանը։ Այսինքն այստեղ գրած այս մատրիցը այս մեր հիմիկվա ալգորիթմով մենք դեկլարացիա ենք անում, որ սա PJ-ն է, իսկ նախորդ ալգորիթմով սա ասում է, որ PJ-ի -1-ն է։ Հակասություն ստացանք, թե դա հենց նույն բանն էր։ Չէ, նույն բանն են նրանք։ Հաջորդ օրինակը մի քիչ նենց ոչ ստանդարտ օրինակներից ենք գնանք, տիպական օրինակի հասնենք։ Վերցնում ենք ահա այս 3 վեկտորները, այստեղ ենք, այս 3 վեկտորը մի բազիս են, այս 3-ը մի բազիս են, կազմում ենք ահա այս մեր AJ բլոկ մատրիցը, եղավ սա, բերում ենք RF տեսքի, աչ մասից վերցնում ենք ստեղ, գրում ենք որպես հակադարձ, գրում ենք որպես անցման մատրից։ Խնդրեմ հարցեր այս օրինակից։ Այս օրինակն էլ խնդրում եմ ինքնուրույն կնայեք։
Եղավ, այսքանով մենք ավարտեցինք 13-րդ գլուխը անցման մատրիցի վերաբերյալ։